Ողջույն, մենք գտնվում ենք Աստղիկ բժշկական կենտրոնում եւ շարունակում ենք բացահայտել գեղեցկության գաղտնիքները։ Այսօր խոսել ենք ռինոսեպտոպլաստիկայից։ Մեր հյուրն է պլաստիկ վիրաբույժ Արփինե Զեյնալյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Խնդրում եմ պարզաբանեք, ինչպես է բացվում ռինոսեպտոպլաստիկա տերմինը։ Ռինոսեպտոպլաստիկան դա վիրահատություն է, որի ընթացքում ուղղվում է պացիենտի ինչպես քթի արտաքին դեֆորմացիաները, այնպես էլ քթի միջնապատի դեֆորմացիաները բարելավելով քթային շնչառությունը։ Բարելավում է քթային շնչառությունը, եթե պացիենտի մոտ նշվում է դժվարացած քթային շնչառության գանգատներ, եւ կոսմետիկ առումով իհարկե ուղղվում է արտաքին դեֆորմացիաները։ Որ տարիքից սկսած կարելի է իրականացնել ռինոպլաստիկա։ Հայաստանում թույլատրելի տարիքը դա 17 լրացած անձանց մոտ թույլատրվում է արդեն կատարել ռինոսեպտոպլաստիկա, իսկ վերին սանդղակը սահմանը տարիքային մոտավորապես մինչև 60 կարելի է 65 տարեկանում էլ նույնիսկ վիրահատել, եթե պացիենտը ունի առողջական խնդիրներ, ունի մաշկի հետ կապված խնդիրներ, հա, եւ կա հստակ ցուցում կատարելու վիրահատությունը, ապա կարելի է։ Որքան ժամանակ է պացիենտը անցկացնում հիվանդանոցում։ Հիվանդանոցում անցկացնում է 1 օր, հաջորդ օրը դուրս է գրվում, հետագայում պացիենտին կանչում ենք վիրակապությունների։ Կոնկրետ այստեղ մեզ մոտ արդեն 13-րդ օրն է, գիպսը հանվել է 10-րդ օրը, ֆիքսել ենք մաշկը պլաստիկների միջոցով, հա, որոնք այսօր կփոխարինվեն նորով։ Պացիենտներին շատ անհանգստացնող հարցերից մեկը այդ տամպոնների հանելը, որ ամենացավոտ process-ն է։ Ինչ մեթոդ եք ներկայում կիրառում դրանից խուսափելու համար։ Այժմ տեղադրվում են սիլիկոնե տամպոններ, բոլորին հայտնի, որոնց հեռացնելը այնքան էլ ցավոտ չէ, ինչքան նախկինում տեղադրվող բինտե տամպոնները։ Եվ խնամքը կարծես թե ավելի հեշտ։ Ոչ միայն խնամքն է ավելի հեշտ, այլ պացիենտին ավելի հարմարավետ է, ավելի հեշտ է անցնում հետվիրահատական շրջանը, քանի որ անմիջապես հաջորդ օրը վիրահատության պացիենտը արդեն սկսում է այդ սիլիկոնե տամպոնների միջոցով քթով շնչել։ Ինչքան է տևում հետվիրահատական շրջանը։ Հետվիրահատական շրջանը, եթե վերցնենք որպես ստանդարտ ֆիքսված ընթացք, դա մոտավորապես 14 օր է, բայց լինում են դեպքեր, երբ մաշկի հաստության հետ կապված կամ այլ խնդիրների հետ կապված, մենք պացիենտին ավելի երկար ենք պահում մեր դինամիկ հսկողության տակ, քան 14 օրն է։ Այնուամենայնիվ, որ օրվանից սկսած կամ որ ամսվանից սկսած արդեն պացիենտը չի այցելում բժշկի։ Գիտեք, ոնց մեր պացիենտները գրեթե 2 տարի մեզ հետ լինում են կապի մեջ, ամենակիչը, հա, պարբերաբար ցանկանում են այցելել, որպեսզի բժիշկը մի հատ տեսնի, իրենք էլ համոզվեն, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, կարգին է։ Մեծ սիրով բոլորին ընդունում ենք, քանի որ մեզ նույնպես հետաքրքիր է, մենք էլ անցկացնում ենք ստատիստիկա, թե ինչպես է վերականգնվում քիթը ռինոպլաստիկայից հետո, հա, 2 կամ 3 տարվա ընթացքում։ Հետվիրահատական շրջանում ինչ հակացություններ կան, ինչ չեք թույլ տալիս, որպեսզի պացիենտ անի ավելի շուտ ապաքինվան համար։ Հակացությունները կախված են ժամկետից, լինում են հարաբերական եւ բացարձակ հակացություններ։ Բացարձակ հակացությունները առաջին օրը դուրս գրվելուց հետո պացիենտին բացատրվում է։ Դրանցից է օրինակ գլուխը չկռացնել, ծանր իրեր չվերցնել, տաք եւ սառը ոչինչ չօգտագործել, այսինքն պետք է լինի հարաբերական հանգիստ վիճակում, ոչ անկողնային, բայց հարաբերական հանգիստ վիճակում։ Հետագայում կախված վիրահատության հետվիրահատական փուլից արդեն հակացությունները փոխվում են։ Ենթադրենք հակացություններից մեկը հետագա, որ մինչև 7 ամիս պացիենտին չի կարելի կրել ակնոց։ Արդյոք միֆ է թե իրականություն այն կարծիքը, որ ռինոպլաստիկան պետք է անել ավելի սառը եղանակին եւ ամռանամիսներին խորհուրդ չի տրվում։ Շատ հաճախ տրվող հարց է, եղանակը ոչ մի ազդեցություն չի ունենում արդյունքի վրա։ Պացիենտը ինքն է որոշում իրեն հարմար ժամանակահատվածը, հա, որ ընթացքում ինքը իրեն ավելի լավ կզգա եւ երբ է իրեն հարմար։ Եղանակը արդյունքի վրա ոչ մի կերպ չի անդրադառնում։ Լավ։ Ներկայում մենք փորձելու ենք, հա, այս պահին հանել գիպսը։ Այո, այս պահին գիպսը հեռացված է, ֆիքսված է մաշկը ստորադիր հյուսվածքներին լեյկոպլաստներով, որոնք հեռացվում են, փոխարինվում են նորով։ Դե այս պահին դեռ կլինեն այտուցներ, չէ՞։ Բնականաբար։ Ինչքան ժամանակ հետո են այտուցները։ Հիմնական այտուցները անցնում են 3-ից 4 ամիս անց, բայց արդյունք վերջնական պետք է սպասել մոտավորապես
1-ից 1.5 տարի անց։ Արդյոք կարելի է վիրահատությունից հետո իրականացնել մերսումներ, լիմֆոդրենաժներ։ Տեսեք, մերսումներ իրականացնում ենք կոնկրետ դեպքերում, այսինքն ոչ բոլոր պացիենտներին է ցուցված կատարել մերսումներ, այսինքն կոնկրետ դեպքում բժիշկը որոշում է, որ պացիենտին ինչ է անհրաժեշտ անել։ Եվ այս պարագայում դուք իրականացել եք փակ թե բաց ռինոպլաստիկա։ Բաց ռինոպլաստիկա, եթե տեսնում եք, այստեղ կարեր են առկա, բաց ռինոպլաստիկա է իրականացվել, կարերը հեռացվելու են եւ կարելի ասել, որ 1 տարի անց կտրվածքի տեղը ընդհանրապես չի երևալու։ Փաստորեն ստացվում է գոնե կարելի ասել 14 օր եւ մարդը ունենում է երազանքների քիթը եւ դեմքը։ Նախնական տեսքը այո ունենում է, պացիենտին պետք է մանրակրկիտ բացատրվի, որ սա դեռ վերջնական արդյունքը չէ, արդյունք պետք է ակնկալել առնվազն 3-ից 4 ամիս անց, հա, իսկ վերջնական արդյունքը, երբ վստահ կարող ենք ասել, որ այլևս չունենք ոչ մի այտուց, դա 1-ից 1.5 տարի անց է։ Շնորհակալություն բժշկուհի։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Այսօր խոսեցինք ռինոսեպտոպլաստիկայից եւ փորձեցինք բացահայտել, թե ինչ է նշանակում տերմինը եւ ինչ վիրահատություն է իրականացվում։ Աստղիկ բժշկական կենտրոնում տրամադրվում են լավագույն բուժծառայությունները ձեր գեղեցկությունն ապահովելու համար։ Այսօր այսքանը, հաջորդիվ կբացահայտենք գեղեցկության մյուս գաղտնիքները։